Մարտունիում արդեն 56 առողջ, ևս 11 ոչ կենսունակ եղևնի է տապալվել։ Դա եղերնա Մարտունու քաղաքում, եղևնիների եղերնա բալս։ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանն ընդգծում է. ապրիլի 22-ին է տեսչական մարմինը ահազանգ ստացել։ Համայնքապետարանի կայքում հանրային լսումը դրվել է ապրիլի 13-ին, սակայն Facebook-յան էջում տարածվել ապրիլի 28-ին։ Միգուցե պատճառն այն է, որ հանրային կարծիքն այնքան էլ հետաքրքիր չի եղել համայնքապետարանին։ Իբր տարածվել է ամսի 13-ին։ Թե 13-ին եթե տարածում եք, ինչի 13-ին չեք գրում։ Բայց էլ դուք որտեղ եք հանրային լսում հայտարարում։ Ու եթե դու 27-ին ես միայն տարածում քո էջում, ամսի 27-ին հանրային լսում են տնում, ամսի 28-ին հանրային լսում են անում, բնականաբար իրենց ենթակառուցվածքների ներկայացներ, ովքեր փոխկապակցվածություն ունեն համայնքապետարանի հետ, իհարկե այնտեղ մարդիկ են եղել, որոնք վատ են խոսել։ Միայն մարդկանց դրդմամբ է կազմակերպվել հանրային լսումը, որն էլ կրել է ձևական բնույթ, ասում է ավականու անդամը։ Նախքան հանրային լսումը ծառերի մեծ մասն արդեն արմատախիլ էին արել։ Հետո որ արդեն հանրային սկսեցին նկարել մարդիկ, դնել, որ ծառահատում են, ծառերը հանում են, արդեն երևի դրանից դրդված հանրային լսում կազմակերպվեց։ Ապրիլի 30-ին է տեղի ունեցել ավականու նիստը։ Բնականաբար, ավականին ծառերը տեղափոխելուն կողմ է քվեարկել։ Որոշմանը դեմ արտահայտված մարդկանցից է ավականու անդամ Սյուզաննա Մարգարյանը։ Ծառահատումը փաստացի այս կառավարության այն բաներից մեկն է, էլի, որ ինչքան ծառ կա հատեն։ Հանրային լսման մեծամասնությունը խոսողների դեմ խոսեց ընդամենը մի քանի հոգի տնտես վարող, ում խանութի մոտ էր այդ բանը, որ իբր պարկինգի բան էր, խանգարում էր պարկինգին, մի հատ տիկուշ խանութ կա, մի հատ էլ Երևան City խանութ կա, հիմնականում իրենք էին, բայց միջև իմ գալին դեռ չէին հրավիրել հանրային լսմանը։ Իմիջայլոց ասեմ, այդ հանրային լսմանը բոլորը հրավիրված մարդիկ էին, ոչ ոք ինքնակամ չէր եկել այդ հանրային լսմանը։ Ահա հանրային լսումից մի հատված։ Ելեք վրձերեք, քաղաքն, յոթը քանել եք, կապել եք, նա քեզի կանչերեք։ Տեսեք, հիմա մենք քննարկում ենք ծառատեսակներ կան, որոնք պարտադիր պետք է հատվեն։ Բնության հետ ինչքան կարելի է խաղալ, լավ։ Անահիտ Գևորգյանը բարձրաձայնում է կատարված աշխատանքների անփութության մասին։ Եթե ծառ են հանում կամ տեղափոխում, ապա անպայման մասնագիտական եզրակացություն է պետք։ Ծառն ինչպես հանել, ուր տանել, ինչպես տնկել։ Անմարդկային գազանաբար են հանում է ծառները։ Բայց 30-40 տարվա եղևնիները տենց կհանեն։ Ծառերի սպանդը սկսվեց 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ վերանորոգման պատճառաբանությամբ հանեցին Մարտունու Երևանյան փողոցի եղևնիները, տեղափոխելով դպրոցի բակ եւ խոստանալով նորից վերադարձնել նախկին տեղը, սակայն փոխարենը այլ շիվեր տնկեցին, պատմում են բնակիչները։ Ու պարզվեց, որ մեկ էլ փակել են Միասնիկյան փողոցը ու տեսան, որ Միասնիկյան փողոցի այդ հզոր ծառերը, այդ հսկայական ծառերը, եթե դուք իմ էջում նայել եք, տապալված են գետնին։ Հարցին թե վստահ են արդյոք, որ արմատախիլ արված եղևնիները վերատնկվելու դեպքում կաճեն, համայնքապետի տեղակալը պատասխանում են։ Մասնագետներ են աշխատելու ու այո, քանի որ եթե նկատել եք տարբեր տեղեր հանած եղևնիներ, մեծ եղևնիներ դրան վաճառում են վաճառողները, եթե իրանց հանածը տանում տնկում են ու ինքը կպնելու ու աճելու է, չի պետք է որ էսի հանեն տանեն ուրիշ տեղ վերատնկեն, իրանք չաշխատեն։ Նաև ավելացնում է, որ դրանց փոխարեն ակացիաներ են տնկվելու, որոնք շատ ավելի հարմար կլինեն քաղաքին։ Հանրային լսմանը մասնակցած Նորիկ Դավթյանը բոլորովին համաձայն չէ համայնքապետարանի բերած փաստարկներին։ Միասնիկյան եւ Երևանյան փողոցներում շուրջ 200 հատ արծաթափայլ եղևնի բարերարների կողմից անուններն էլ ասեմ։ Պետք է Արմենը 150 հատի փող տվեց բերինք տնկինք, մնացող Սաշիկի սամոնա տվել, բերել ենք տնկել ենք եւ այդ ծառները 2 մետրից 3 մետր բարձրություն էին արդեն, բոլորը հանել են, տեղը լոբու փեդ են տնկել։ Խիստ կասկածելի է, այդքան շատ են խանգարում եղևնիները կոմունիկացիային եւ վերատնկելուց հետո կաճեն այլ վայրում, թե ոչ, ասում է Անահիտ Գևորգյանը։
կոմունիկացիաներին խանգարում է։ Շանզելիզեի փողոցի հսկա ծառերը կոմունիկացիաներին չեն խանգարում, Մարտունու այս մի քանի եղևնին կոմունիկացիաներին խանգարում էր։ Փոխանակ կոմունիկացիան հարմարեցնեն ծառերին, ծառերն են հարմարեցնում կոմունիկացիային։ Ամբողջ աշխարհում այնպես են անում, որ կոմունիկացիաները, ճանապարհները հարմարեցնեն ծառերին, ոչ թե ծառերը կոմունիկացիային։ Կուզենայի բացատրությունը լսեի իրենց, թե ինչ բացատրություն են տալիս, միգուցե այդ բացատրությունը լսելուց հետո ես համաձայնվեի իրանց հետ, ասեի ապրեք, ճիշտ քայլ եք արել, ես էլ ձեր տեղը լինեի, կանեի։ Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը բացատրեց, թե ինչով էին խանգարում արծաթափայլ եղևնիները քաղաքի փողոցներին եւ շինարարական աշխատանքներին։ Քանի որ եղևնիները իրանք մեծանալու հատկություն ունեն, իրանք շատ են բարձրանում ու մեծանում են, խնդիրներ են ստեղծելու հետագայում, չնայած այն բանի, որ այսօր իրանք շինարարությանը նաև խանգարում են, որտեղ տակով կոմունիկացիաները անցնելու, որոնց որ խանգարում են, հնարավոր չէ այդ շինաշխատանքներն իրականացնել։ Դրա հետ մեկտեղ էլ իրանք շատ մեծանալու, բարձրանալու խնդիր ունեն, որոնք որ փակելու են շենքերի արտաքին տեսքը։ Մշտադալար ծառերը տնկվել էին 60-ից 70-ական թվականներին, իսկ 2019-ից 20-ական թվականներին տնկվել էին 250-ից ավելի եղևնիներ, որոնցից 150-ը միայն արծաթափայլ։ Հանրային կարծիքը հաշվի չի առնվում, ինչ որոշում ուզում կայացնում են, ասում են բնակիչները եւ ափսոսանքով ընդգծում. քաղաքը կարծես ամայացած լինի։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։